Չի հանդարտվում Բաքուն, բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է յուրացնելու հայկական մշակույթը։ Այս անգամ ավելի ուժգին է զարկ տվել երևակայությանը։ Վարշավայում բացված ցուցահանդեսում ներկայացրել են լուսանկարներ, պաստառներ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը խորագրով։ Պնդում են, թե Հայաստանում գտնվող շուրջ 3500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց եւ 391 մզկիթ ադրբեջանական ծագման են։ Ինչ մզկիթների մասին է բարբաջում Ադրբեջանը։ Ոչ թե այդ արժեքները գոյություն ունեն, այլև Ադրբեջանը պարզապես ցուցահանդեսին, կես նկարների, կես պատմությունների տակ փորձում է ներկայացնել, որ իբրև թե Հայաստանում կան այդ արժեքները եւ դրանք իբրև թե պատկանում են Ադրբեջանին։ Պատմական գրավոր աղբյուրները, քարտեզները վկայում են, որ Արաքս գետի հյուսիսում եւ Կովկասյան լեռնաշղթայի հարավում մինչև 1918 թվականը Ադրբեջան անվանմամբ որևէ պետություն գոյություն չի ունեցել։ Ցուցահանդեսում նաև Երևանը հիշատակվում է որպես Ռավան, Իրավան, Իրիվան։ Ներկայացվում են Երևանի Պարսից խաների պալատից, Երևանի Բերդից եւ մի շարք պատմական հուշարձաններից լուսանկարներ, կասկածի տակ դնելով պատմական փաստերը։ Ըստ մշակութային ժառանգության փորձագետի Արևմտյան Ադրբեջան արհեստածին եզրույթով թշնամին նոր ինքնություն է կերտում։ Եթե 20-րդ դարի ադրբեջանական պատմագրության որոշ ակադեմիական գրականություններում այս տերմինը օգտագործվում էր, բայց չկային հստակ սահմաններ, թե ինչ իրենք նկատի ունեն Արևմտյան Ադրբեջանի տակ, ապա 2007 թվականից սկսած այդ սահմանները պարզես թե արդեն հայտնի են եւ Ադրբեջանի Հանրապետության զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության հովանավորությամբ հրատարակված Ազիզ Ալակբարլի Արևմտյան Ադրբեջանի հուշարձանների գրքում ներկայացված են այդ սահմանները եւ պարզվում է, որ դրանք Հայաստանի Հանրապետության նույն քարտեզն է, մակագրված որպես Օղուզ թուրքերի երկիր Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանցիների երևակայությունը ցածկ է կատարում։ Երևանի պետական համալսարանի ավելի քան մեկ դարյա պատմություն ունեցող սև շենքն են թիրախավորել։ Ցուցադրվող լուսանկարներում այն ցինիկաբար ներկայացնում են ադրբեջանական մշակութային արժեք։ Երևանի պետական համալսարանի շենքը ներառված է Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եւ համարվում է պատմամշակութային ժառանգություն։ Վարդեն փաստորեն Հայաստանի գիտական կենտրոններն է թիրախավորում։ Դա նաև նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր ոլորտ ներխուժել, յուրաքանչյուր ուղղություն յուրացնել։ Ադրբեջանը վերաշարադրում է Երևանի պատմությունը, խեղաթյուրում պատմական փաստաթղթերը ստեղծելով նոր ինքնություն։ Այսպիսի միջոցառումներն իրականացնում են պետական բարձր հովանավորչությամբ, իսկ թշնամական այս երկրի քաղաքականությունը ըստ փորձագետի միջազգայնացվում է։ Բաքվի բռնապետը կանգ չի առնում, բացել են նույնիսկ Արևմտյան Ադրբեջան կոչված պետական հեռուստատեսությունը, որով սեփական ժողովրդին կերակրում են ճիշտ նույն մաղձով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։